Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ ուզում եմ հիշեցնել, որ միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք մեզ դիտել թվային հարթակներում եւս, սա թարմուղեղով զրույցն է եւ առաջին խոսափողի մոտ հյուրընկալել եմ Հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղայանին, բարև ձեզ պարոն Աղայան։ Անհիշելի ժամանակներից եք վերջին անգամ եղել մեր տաղավարում, հուսամ, որ այս անգամ հետաքրքիր զրույց կունենանք, քանի որ քաղաքական թոհուբոհը շարունակվում է մեր երկրում եւ կարծես թե չի ավարտվում վերջին 5 տարին, լավ 7 տարին, չէ՞։ Թոհուբոհը չի ավարտվում, չի էլ ավարտվելու, որովհետեւ ճգնաժամային վիճակում գտնվող ազգ ենք, հասարակություն, պետություն ինչքանով է դա քաղաքական, թե քաղաքականությունից ավելի շատ շեղող կամ եթե քաղաքական, ապա ինչքանով ազգային, սա արդեն մեծ հարց է։ Դե որովհետև ասում են դե հայ հանրությունը ճգնաժամի մեջ է, այսպես ոչինչ չի հետաքրքրում մեծ տոկոսներին, չէ՞, մարդկանց շատերը չեն ուզում գնալ ընտրության։ Այ ո՞նց է այդ թոհուբոհը ձևավորվում։ Դա վերևից է ձևավորվում, թե ամեն դեպքում ներքևում էլ պիտի ակտիվություն լինի, ո՞նց եք տեսնում։ Միշտ իշխանության լծակներ տիրապետող ուժը անշուշտ ավելի մեծ ազդեցության հնարավորություն ունի նման թոհուբոհ գեներացնելու ավելի մեծ լծակներ ունի, հետևաբար առաջին պատասխանատվությունը հիմնականում իրենցն է եւ եթե հետևենք թե ինչից ինչ է սկսում, միշտ նախաձեռնությունը կարծես նրանց ձեռքին է, ցանկացած թոհուբոհի իմաստն այն է, որ դու անում ես մի բան, որ վստահաբար գիտես, որ մյուս կողմը քո թիրախային հակառակորդը, թիրախավորված հակառակորդը անպայման դրան հակադարձելու է եւ այդ հակադարձման արդյունքում առաջանում է այդ թոհուբոհը ըստ էության անբովանդակ, այսինքն մեր ճգնաժամը դրսևորող, բայց որևէ լուծում իր մեջ չպարունակող մի աղմուկ։ Խոսքը ընդդիմության մասին է։ Այն ընդդիմության, որին թիրախավորում է իշխանությունը, ոչ միայն խորհրդարանական, նոր հակառակորդներ է իրեն ընտրել, հակառակորդներ, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել, ինչպես օրինակ եկեղեցին, հակառակորդ, որը այսպես կարծես թե ոչ մի բանով չէր զբաղվում եւ նրան արհեստականորեն մղեցին քաղաքականություն, այսինքն չի կարելի ասել ընդհանրապես։ Բայց արհեստականորեն էր, պարոն Աղայան։ Իսկ Բագրատ Գալստանյանի մուտքը, Բագրատ Գալստանյանի դեպքը մի քիչ այլ է, ես եկեղեցի ասելով տվյալ դեպքում ավելի շատ հենց կաթողիկոսին թիրախավորելը նկատի ունեի եւ ամբողջ եկեղեցին, որտեվ Բագրատ եպիսկոպոսը ինքը կարծես թե այսպես եկեղեցուց մի քայլ կողք արեց, որպեսզի զբաղվի ինչ որ մի շրջան քաղաքականությամբ։ Բայց դա ընկալվեց հանրության կողմից, ո՞նց եք կարծում։ Հանրությունը ամեն դեպքում ասում էր, որ ակնհայտ է, չէ, որ նա կապված է եկեղեցու հետ։ Շատ դժվար է հասկանալ իրադրությունը, շատ դժվար է ներկայացնել, որ դա այդպես չի։ Եկեղեցականը երբ որ անշուշտ եպիսկոպոսը եկեղեցու հետ կապված է, բայց արդյոք եպիսկոպոսի քաղաքական քայլ անելը դա նշանակում է, որ բոլոր տերհայրերը, սրբազանները հանկարծ դառնան քաղաքական։ Եվ անգամ եթե դառնային քաղաքական, արդյոք նրանք նույն ճամբարում կլինեին քաղաքական։ Վերջի եկեղեցին այլ օրակարգ է, քաղաքականությունը այլ օրակարգ է, եթե եկեղեցականերին հարկադրես դիրքավորվել քաղաքական օրակարգով, մեկը այս կողմ կարող է գնալ, մեկը այն կողմ, հնարավոր է մեծամասնությունը ինչ որ մի ուղղությամբ գնան, բայց ուզում եմ ասեմ, այդ ազատությունը կա, եկեղեցական լինելը չի նշանակում կուսակցության անդամ լինել։ Միանշանակ ճիշտ եք ասում, ես կարծում եմ, երբ որ պառակտման մասին խոսում ենք մինչ այս պահը, մինչ այս եկեղեցու հետ հակասությունների ստեղծումը, միշտ ասում ենք, որ դե եկեղեցին չենք դիտարկում, որ պառակտման մասա դարձել, այդ պառակտումները գնում են նաև եկեղեցու ներսում։ Այսօր մենք կարծես թե այդ իմաստով էլ խնդիր ունենք, որովհետև բաժանվում է ով է Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը, գաղափարակիրը եւ ով Նիկոլ Փաշինյանի հետ չի եւ դեմա այս քաղաքականությանը։ Մենք խնդիր չունենք ամեն դեպքում, որ այս ամենը նույնիսկ հասել է եկեղեցի հոգևոր դաշտ։ Մենք խնդիր ունենք եկեղեցին քաղաքականությունից դուրս պահելու, այդ խնդիրը կոպտորեն ոտնահարում է գործող իշխանությունը, եկեղեցին եկեղեցական հարցերով չի որ պառակտվել է։ Ես չեմ ասում իրենք խնդիրներ չունեն, ես առիթ եմ ունեցել ինչ որ ժամանակ մասնակցել եպիսկոպոսական ժողովի
եւ ներկա եմ եղել ներքին խոսակցության, որտեղ մարդիկ շատ անկեղծ իրենց ներքին խնդիրները շատ ավելի մեծ ծավալով, քան այսօր գրեհիկ ձևով փորձում է անել ԿՊ-ն, նրանք իրենց խնդիրները շատ ավելի մեծ ծավալով գիտակցում էին, շատ ավելի խորությամբ քննարկում էին եւ լուծումներ չէին գտնում, դա էլ ասեմ, այսինքն շատ բարդ էր այդ լուծումների փնտրտուքը, բայց այս խնդիրների մասին չի այսօր խոսքը։ Այսօր խոսքը նրա մասին է, որ իշխող վարչախմբին, որը հայրենադավ էության պատճառով կորցնելով հանրային որոշակի աջակցություն, պետք է փրկի իր այդ աջակցությունը, պետք է մի կերպ վերականգնի, որպեսզի կարողանա վերարտադրվել, եւ նա դարձյալ այդ սև ու սպիտակի խաղն է փորձում խաղալ, թիրախավորելով տարբեր մարդկանց, ստիպելով նրանց տարբեր ուժերի, տարբեր կառույցների, ստիպելով նրանց համագործակցել միմյանց հետ, որպեսզի ընկալվեն մեկ ամբողջություն։ Եվ հետո մեկի մեղքը տարածելով բոլոր մյուսների վրա, երկրորդի մեղքը դարձյալ բոլոր մյուսների վրա, ասելով որ սրանք բոլոր այն սև ուժերն են, դրսից կառավարվող, երկիրը թալանած նախկինում, այսօր սրբապիղծ, աշխարհի բոլոր մեղքերը տեղավորել այդ խմբակի վրա, որի անդամների մեծ մասը կամ ընդհանրապես քաղաքական ծրագրեր չունեին, ռեալ այսօր տեխնացուել չեն։ Բայց թիրախավորված են եւ խոցելի թիրախ են ըստ իշխող վարչախմբի, ինքը հեշտությամբ սրանց կարող է, եթե ոչ ոչնչացնել, ապա գոնե այսպես շատ սև տեսքով ներկայացնել եւ դրա հիման վրա, այսպես հաղթողի կերպարով, որ այ տեսեք, ես նրանց ոնց ջախջախեցի, ոնց հաղթեցի, այսպես ռուսները այսպեսի արտահայտություն են, հա, маленькая победоносная война։ Հիմա այս փոքրիկ հաղթական պատերազմը Այս մարդը փորձում է եկեղեցու, չգիտեմ, Ռուսաստանից եկած օլիգարխի, տարբեր մարդկանց վրա փոքրիկ հաղթանակներ տանելով, իրականում հաղթանակ տանել մեզ վրա, հայ ազգի վրա, վերարտադրվել, շարունակել իր սև գործը, իրականում ինքը լինելով սև առաջին հերթին, փորձում է ուրիշներին սևացնելով, ինքը սպիտակ երևալ այդ։ Իսկ դրան հակադարձողը առաջնահերթ ով է։ Ոնց եք դուք տեսնում էլի ամեն դեպքում այսօր շատ են մեղադրանքները խորհրդարանական ընդդիմության հասցեին, որ ասում են դուք օգնում եք, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, դուք ոչինչ չեք անում այս գործողություններին։ Խորհրդարանական ընդդիմությունը անցյալի մնացորդ է, շատ անզոր, իրենից ոչինչ չներկայացնող, ոչ մի հեռանկար չունեցող, անգամ նրա հիմնական սպոնսոր նախկին նախագահները, այդ նրա երկու թևերի հիմնական սպոնսորները, այլևս կարծես հավեսել չունեն այդ սպոնսորությունը անելու, այլևս հավեսել չունեն փող ծախսելու, որպես այդ ընդդիմադիր կառույցները իրենցից ինչ-որ մի բան ներկայացնեն։ Բայց անզոր են, պարոն Աղարյան։ Ինչ իմաստով են անզոր կամ այդպես ձևակերպել։ Դե եթե զորեր լինեին, իրենք ունեին փայլուն առիթներ այս ուժին իշխանությունից հեռացնելու, բայց քանի որ մերժված էին, ոչ թե Նիկոլի կողմից, այդ թյուր տպավորությունն է, թե Նիկոլի կողմից էին նրանք Նիկոլը ընդհանրապես օգտագործեց այդ առիթը, այն առիթը, որ հայ ազգը դրանց մերժում էր, ուղղակի ճիշտ պահին հայտնվեց ալիքի վրա եւ այդ փրփուրների հետ միասին, իր ստեղծած նաեւ փրփուրի հետ միասին եկավ իշխանության։ Սա ընդամենը քաչ նազարություն է, ինչպես Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների դեպքում, նրանցից ոչ մեկը ազգընտիր չի եղել, բոլորը քաչ նազար են եղել, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած։ Եվ ուղղակի ճիշտ պահին հայտնվել են ճիշտ տեղում, հա, շատ են իշխանություն ուզել կամ, չգիտեմ, ուրիշներն են ուզել, այդպես դարել են։ Այս ընդդիմությունը, ասում եմ, ապագա չունի, նույնիսկ օրինակ Քոչարյանը կամ ինքը պետք է հիմա լիներ տեխնացու կամ առնվազն որդուն պետք է առաջ մղել, ոչ մեկն ենք տեսնում, ոչ մյուսը։ Սերժ Սարգսյանը ընդհանրապես ձեռները լվացել է, ինչ որ մի անհասկանալի անձնավորության հայտարարելով վարչապետի տեխնացու, ասես ծաղր է, այսինքն սա ոչ մի, որին նաև ես նույնիսկ շատ ուշ եմ իմացել, որ ձերբակալվել է, այդքան անկարևոր էր այդ մարդը ինձ համար, էլի։ Եվ սա ծիծաղելի է, այստեղ չկա ոչ մի հնարավորություն։ Այս նոր օլիգարխը, որ եկել է եւ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությամբ վերածվել է, ասենք, գլխավոր քաղաքական ուժի, հա, կամ ինքը այդպես իրեն երևակայում է։ Կարապետյանի նկատի։ Այո,
ճիշտ ասած ես նման դեպքերում օգտագործում եմ էլիտար խոպանչի հասկացությունը, այսինքն մարդ, որը դրսում ինչ որ մեծ հաջողությունների է հասել, ինչ ճանապարհներով, չեմ էլ ուզում քննարկեմ ազնիվ, անազնիվ, ստեղ էլ ինչ որ բաներ արել, որ կարա ասի ազգոքուտ է, մի հատ եկեղեցի կարա կառուցած լինի, միտեղ մի բան բարեգործությունով, ուրեմն վերջ ես արդեն ձեր փրկիչն եմ։ Իրականում սա Իվանիշվիլի դառնալու հերթական փորձն է, որում Սամվել Կարապետյանի մոտ քիչ էր մնում հաջողվեր Իվանիշվիլի դառնալը, երբ որ Կարեն Կարապետյանին նշանակել տվեց վարչապետ եւ Գագիկ Ծառուկյանին այսպես անպատվեցին, վիրավորական խոսքեր ասեցին, մի տեսակ հեռացրեցին այդ իշխող շրջանակներից, դա նույնպես իր մասնակցությամբ տեղի ունեցող օպերացիա էր, ինքը դարել էր այստեղ հարց լուծող, հա, հեծը գնեց տարբեր բաներ արեց, որոնք այսպես իր դիրքն էին կարծես ամրապնդում, այո, այդ դիրքի մեկ այլ հավակնորդը այսօր Բաքվի բանտում է, որը նույնպես փորձում էր այդպես Իվանիշվիլիություն անել, առաջ մղելով Ռուբեն Վարդանյանը, առաջ մղելով այլ գործիչների, ուղղակի Ռուբեն Վարդանյանի մոտ դա շատ ավելի վատ էր ստացվում, Սամվել Կարապետյանի մոտ ավելի լավ էր ստացվում, եթե չլիներ 18-ի իրադարձությունները։ Անշուշտ այս մարդը ուզում է Հայաստանում իշխանություն, ով էլ այդքան փող ունենա, կուզենա Հայաստանի նման փոքր երկրում ինքնախաբեության պատճառով նաև, որ փողով կարելի է ամեն ինչ վերցնել, կուզենա իշխանություն ստանձնելու փորձ կատարել։ Բայց կոնկրետ այս պահին անձամբ ինքը տեխնացու չէր եւ կարծես թե կազմակերպական աշխատանքներ էլ չէր երևում, բայց ձերբակալությունը դարավ առիթ, որ անպատրաստ ձևով նա ակտիվորեն իր կողմնակիցներին մղի քաղաքական։ Այ հարց է տեղից էլի, ձերբակալությունը դարձավ առիթ, թե այդ որոշումը կայացված էր արդեն մինչև ձերբակալությունը, ոնց եք տեսնում։ Ես կարծում եմ նա կուզենար մասնակցել քաղաքական գործընթացներին, ավելի շատ դաշինքային կարգավիճակով, միգուցե ստեղծել իրոք ինչ որ մի միավոր, որը կմիանար, ասենք, չգիտեմ, մի հատ լայն դաշինքի, հա, որի մեջ կարող է Քոչարյանական ուժեր լինեին, Սերժ Սարգսյանական ուժեր լինեին, այսպես փորձեր այդպիսի գործունեություն ծավալել։ Բայց երբ որ ասենք դու շատ այսպես пассив ձևով գնում ես դեռ հələ անորոշ է, ավելի շատ դաշինքային ինչ որ բան ես պատկերացնում եւ հենց քեզ թիրախավորում են, այստեղ արդեն կտրուկ հակազդեցության քայլ է, ընդհանրապես մարդիկ հաճախ չեն մտածում էլ, երբ որ հարվածը ստանում են, անմիջապես փորձում են պատասխան հարված տալ, այնինչ դա ամենասխալ որոշումն է այդ պահին, որովհետև այդ հարված տվող գիտի, որ դու այդ պահին թույլ ես, այլապես չէր հարվածի։ Հիմա այս սխալը բոլորը կրկնում են, բացառություն չեն նաև օլիգարխները, բացառություն չեն նաև քաղաքական գործիչները, եւ հիմա մենք ականատես ենք այդ սխալին։ Բոլորին թվում է, որ իրանք վիդեոներ նկարեցին, որտեղ ամբողջը դիմավորում է իր եղբոր որդուն, չգիտեմ, եւ դա արդեն կերաշխավոր իրենց հաղթանակ, ոչ, դա ոչ մի ձևով իրենց հաղթանակ չի երաշխավորում։ Բայց շանսեր չունեն, որպես երրորդ ուժ մտնելու ազգային ժողով, ոնց եք տեսնում։ Իսկ երկրորդ ուժը ո՞րն է։ Լավ, երկրորդ ուժ։ Չէ, երկրորդ, երրորդ, չորրորդ, 10-րդ ուժեր Հայաստանում չկա, Հայաստանը միաբևեռ քաղաքական համակարգ է։ Հայաստանում միշտ կա իշխանություն եւ երկրորդ բևեռը, այսպես ֆանտոմային բևեռ է, հայտնվում է ընտրությունից ընտրություն։ Ընտրությունից ընտրություն հայ ժողովուրդը գնահատում է ով շանս ունի հաղթելու ատելի իշխանությանը, հա, կոռումպացված ազգային ռեժիմին, ով իրավունք, ով շանս ունի հաղթելու, այդպես էր միշտ։ Նախքին բոլորը դա պայմանավորված է մեր սահմանադրությամբ, մեր քաղաքական մշակույթի շատ օբյեկտիվ հանգամանքներով, էլի։ Եվ երկրորդ ուժ Հայաստանում չկա, բոլորը այս պահին ընտրությունների նախորյակին ընդդիմության առաջատար ուժ ներկայանալու թատրոն են խաղում։ Ով է իրականում դրան մոտ կամ հեռու, տարբեր գործոններ կան, կարելի է ինչ-որ փորձել հաշվարկել, բայց կանխատեսում անել անշնորհակալ գործ է։ Պարոն Աղայան, ամեն դեպքում ընտրությունների այս նախաշեմը ինչ է հուշում ենք, ինչպիսի նոր ազգային ժողով ենք ունենալու եւ արդյոք նոր է լինելու այն, եթե փոփոխություններ լինեն, ինչպիսի փոփոխություններ կտեսնենք։ Այ օգոստոսի 8-ից հետո, դրանից հետո զինծառայության ժամկետների կրճատումից հետո, այ շատերի մոտ վստահություն կա, որ սա ձայներ ավելացրեց Նիկոլ Փաշինյանի թիմին եւ սա նոր հնարավորություն է վերընտրվելու։ Դուք ոնց եք տեսնում
տեսնում պատկերը։ Ես տեսնում եմ, որ դա արձանագրում է այն փաստի, որ Նիկոլ Փաշինյանը ինքն անձամբ արձանագրում է իր ձայների խիստ պակասած լինելը։ Այլապես ինքը այսքան քայլեր չէր կատարի այս աշճանի պոպուլիստական, այս աշճանի ապազգային եւ այսպես մարդկանց ստոր բնազդներին այսպես կերակրելու քայլեր չէր կատարի իր վարկանիշը փրկելու համար։ Սա առաջին հերթին դրա վկայությունն է, թե իր քայլերը որքանով արդյունավետ կլինեն, ինչ որ չափով կլինեն, մեծամասամբ չեն լինի, հնարավոր է արդյունավետ լինեն այլ իմաստով, ոչ թե իրեն ձայն բերեն, այլ ձայն փախցնեն պոտենցիալ ընդդիմադիրներից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի նպատակը ստեղծել այսպես մի հրեշ հակառակորդ նպատակ ունի այն ավելի փոքր խաղացողների կողմից ուշադրությունը մարդկանց շեղել։ Այսինքն դուք ոչ թե փնտրեք ինչ որ գաղափարական խմբակներ, ուզեք, չուզեք ընդդիմությունը սա է, եթե ես պարտվեցի, գալիս են սրանք։ Բայց մի րոպե, այստեղ հարց կա, այստեղ օրինակ ընդդիմությունը շատ հանգիստ կարող է ասել, եթե մենք իրենք փորձում են ստեղծել այդ կերպարը ընդդիմությանը ասելով, որ հրեշավոր է ընդդիմությունը, ապա իշխանությունը ոչ թե ստեղծված, այլ հրեշավոր է, որովհետև պարտություն է պարտվել, պատերազմ է պարտվել, դրանից հետո մենք զոհեր ենք ունեցել, մենք շարունակում ենք խնդիրների մեջ լինել։ Լավ, ո՞նց է ստացվում, էլի Նիկոլ Փաշինյանը։ Բայց որ ընդդիմության մասին է խոսքը, այսինքն այն ընդդիմությունը, որին նա թիրախավորել է, այսպես թե այնպես դա ասում է, բայց քանի որ խոցելի է, իսկապես էլի Ռուսաստանից եկած օլիգարխը խոցելի է այսօր Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը խոցելի չի։ Նիկոլ Փաշինյանը խոցելի է ինքնըստինքյան, բայց իր նպատակը ի՞նչն է։ Իր նպատակն իր համեմատությամբ ավելի խոցելի կերպար ստեղծել։ Նախկին մերժվածներ, թալանչիներ, որոնց ի դեպ հայ ժողովուրդը հենց 18 թվականի, ներողություն, 21 թվականի հետպատերազմյան քվեարկության ժամանակ։ Այսինքն Արցախի կորստից հետո ամեն դեպքում մերժված ընդդիմությունը շարունակում է ավելի խոցելի մնալ։ Այո, որովհետև պատերազմի պատասխանատվությունը նրանց վրա է։ Եվ ավելի մեծ չափով է նրանց վրա։ Ինչու՞։ Նիկոլ Փաշինյանի մեղքերը մեծամասամբ գալիս են պատերազմի ընթացքում, երբ որ ինքը իմացավ, որ պարտվելու ենք, բայց չուզեց բաց ասել եւ սկսեց կատարել գործողություններ, որոնք ըստ էության զինվորների զոհաբերություն էր, հա, իր բանի անմեղության, այսպես պատկերի ձևավորում էր այն բանի ֆոնին, երբ որ արդեն կապիտուլյացիան պետքա ստորագրեր, հա, այսինքն այնպես անի, որ ինքը մեղավոր չլինի դրա համար։ Իսկ իր ամբողջ ուշք ու միտքը ոչ թե պատերազմը հաղթելն էր կամ քիչ կորուստներով պատերազմից դուրս գալը, այլ իրեն փրկելը, իր իշխանությունը փրկելը պատերազմից հետո։ Դա է իր գլխավոր մեղքը, բայց այն որ պատերազմի սկզբին մեր բանակը պատրաստ չէր, այդտեղ Նիկոլ Փաշինյանի մեղքը վերջին 2 տարին է, բայց նախորդ 10-20 ավելին տարիները դուք հարցրեք ընդդիմությանը խորհրդարանական տեսեք ինչ է ասում։ Իրենց խնդիրները։ Ասում եմ մենք ամեն ինչ արել էինք, գոնե ստաբիլ վիճակում էր ամեն ինչ, բայց Նիկոլ Փաշինյանը եկավ եւ ասաց, որ ինքը զրոյական կետից է։ Ստում են լկտիաբար, եթե Նիկոլ Փաշինյանը չգար իշխանության, Սերժ Սարգսյանը կամ այդ ամեն ինչը փորձելու էր հանձնել կամ նույն պատերազմներ լինելու։ Համաձայնություն էր Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ոնց եք կարծում։ Համաձայնություն։ Ես այդ հարցին այստեղ պատասխանել եմ, որ ոչ, նրանց միջեւ ի սկզբանե համաձայնություն չի եղել, բայց նրանք համաձայնություն են կայացրել ըստ ինձ անմիջապես իշխանափոխության պահին, երբ որ կար տարբերակ Սերժ Սարգսյանի համար իշխանությունը թողել Կարեն Կարապետյանին, որին եւ Սամվել Կարապետյանին նույնպես նա այդ պահին ատում էր, որտեղ նրանց մեղադրում էր իր ձախորդության համար, բայց ուներ տարբերակ իշխանությունը թողել Կարեն Կարապետյանին կամ հանձնել Նիկոլ Փաշինյանին եւ նա գնաց պայմանավորվածության Նիկոլ Փաշինյանի հետ, որ ինքը իր եղբայր, իր եղբոր զավակները, իր, չգիտեմ, մյուս բաները էապես չեն տուժի, այսինքն կլինի մի բեմականացում, թե իբր թե նրանցից ինչ որ գույք են վերադարձնում, ունեցվածք են խլում, իբր թե հետապնդում են քրեական, բայց ըստ էության իրենք չեն տուժի եւ Նիկոլ Փաշինյանը այդպես հանգիստ եկավ իշխանության Կարեն Կարապետյանի փոխարեն։ Դա արեց Սերժ Սարգսյանը վերջին պահին կնքված համաձայնությամբ։ Ըստ ինձ այդպես է եղել։ Թե իսկ դրանից առաջ ես բացառում եմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանը չէր պատկերացնում, որ 18-ի այդ իրադարձությունները կարող են հանգեցնել իր իշխանության գալուն։ Չէր պատկերացնում։ Ամսկզբում անշուշտ չէր պատկերացնում։
Միակ խնդիրը, որ ինքը սկզբից լուծում էր, այդ մերժիր-սերժին շարժումը, որը ամենայն հավանականությամբ հանրային ընդգրկում էր ունենալու, ինչպես անի, որպեսզի ինքը տեղ լինի առաջին դեմքը, որովհետև ինքը պետք է միշտ լինի ընդդիմության առաջնորդ։ Ինքը լուծում էր ընդդիմության առաջնորդի իր կարգավիճակը պահպանելու եւ ավելի ուժեղացնելու խնդիրը։ Բայց որ այդ ամեն ինչի արդյունքում այնքան ժողովուրդ դուրս կգա փողոց, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի ուժ կիրառել, ոնց որ ասենք մարտի 1-ին Քոչարյանը կիրառեց, եւ այդպես հանկարծ իշխանությունը կընկնի, որ իշխանությունը կտան իրեն, այլ ոչ թե Կարեն Կարապետյանին, այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը բնականաբար սկզբից չգիտի։ Բայց ման Աղայան չհամարձակվեց, այսինքն համարձակության հարցեր էստեղ թե Արցախի հարցը մտքում ունենալով, որ ինքը չի կարող լուծում տալ դրան, դա էր պատճառը, որ Արցախի հարցում ինքը շատ պարզունակ հիմար տեսակետ ուներ, որ Արցախի հարցը դե որ այսքան ժամանակ էսպես մնացել է, այդպես էլ մնալու է, ինքը մենակ խնդիր ունի, որ երբ որ եկավ իշխանության այդ ժամանակ այդ խնդիրը ծագեց իր մոտ, որ քանի որ մարդիկ կասկածում են, որ ես արցախցի չեմ, ուրեմն Արցախը պիտի հանձնեմ, ուրեմն ես պետք է բոլորին ցույց տամ, որ ես Արցախով ավելի մտահոգ եմ։ Ավելի շատ փող պետքա ուղարկեմ, զենքերը պետքա թարմացնեմ, չգիտեմ, զինվորներին կոկա-կոլա եւ նասկի եւ չգիտեմ ինչեր պետքա ապահովեմ եւ բոլորը դա անում էր ցուցադրաբար, զինվորականները կարող են հաստատել, որ ավտոպարկում ահագին փոփոխություններ էր եղել Արցախում, ինչ որ որոշ զենքի տեսակներում, բայց դա պատերազմի պատրաստություն չէր, դա թոս փչոցի էր մեր բոլորի աչքին, այն առումով, որ ինքը Արցախով ավելի մտահոգ է, քան Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը։ Իրական պատկերացում, որ լինելու է պատերազմ եւ այդ պատերազմի նախապատրաստություն այնտեղ չկար, այլապես առաջին հերթին կբարեկարգվեր հարավային դիրքերը հորադիզի հատվածում, որտեղ ամենախոցելին էին էլի առաջնահերթ։ Այ քանի որ մի քանի օրից արդեն նոյեմբերի 9-ի տարելիցն է մոտենում, 5 տարի անցել այդ փաստաթղթի հայտարարության ստորագրումից հետո, մենք տեսանք ինչ եղավ նոյեմբերի 9-ի բոլոր կետերի հետ, մենք պարբերաբար դրանք իրականացրեցինք, մնաց 9-րդ կետը եւ այս թղթին կարծես թե ինչպես ասում է ընդդիմությունը, եկավ փոխարինելու օգոստոսի 8-ը։ Արդյոք սա փոխարինող փաստաթուղթ էր եւ 9-րդ կետը դուք տեսնում եք օգոստոսի 8-ի հայտարարության մեջ։ Նախաստորագրության մեջ։ Հա, նախաստորագրությունը դա ընդամենը մի թղթի կտոր է, որը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր նախընտրական շրջանում օգտագործելու համար։ Խաղաղության պայմանագիրը կարող է այդպիսին այդ տեսքով ստորագրվել մի քիչ այլ տեսքով, կարող է ընդհանրապես չստորագրվել, այսինքն այնպիսի նոր պահանջներ ներկայացնեն, որ Հայաստանը չկատարի եւ դրա արդյունքում պատերազմ սկսի, եթե իշխանափոխություն լինի դա միանշանակ այլևս արդեն չի ստորագրվի, ցանկացած տիպի իշխանափոխության դեպքում առնվազն կհետաձգվի եւ Նիկոլ Փաշինյանը նաև դա է ուզում ներկայացնել, որ եթե ես չլինեմ, անմիջապես պատերազմ է լինելու, հետևաբար պատերազմի խոսակցությունն է, չէ՞, այսօր շատ ակտիվ շրջանը։ Դե իր նպատակ այդ սևի կերպարի մեջ մտնում է նաև պատերազմի կուսակցություն, այսինքն պատերազմի կուսակցություն, թալանչիներ, սրբապիղծներ, օտար գործակալներ, դա ամբողջ փաթեթը ընդհանուր սևի մեջ ինքը հավաքել է, մի տաշտակի մեջ է լցրել այդ բոլորին, անկախ նրանից իրար հետ ինչ հարաբերություններ ունեն, հիմա Նիկոլ Փաշինյանի ստեղծած աշխարհում դրանք բոլորը մի տոպրակի մեջ են, նույնիսկ մի տաշտակի մեջ չեն էլ կարա դուրս գան, վերևից էլ փակել է, այսպես ասած։ Իսկ այն բոլոր մյուսները, ովքեր այդտեղ չեն, դրանք անկարևոր մանր խաղացողներ են, որոնք էական չեն։ Եվ այս իրավիճակը վերադառնամ հարցին, ինչքանով է դա փոխարինում։ Այստեղ քննարկելի է ընդամենը այդ կետը կապված Միջանցքի հետ, որ տրամադրվեց թղթի վրա արդեն, եւ դեռ ճիշտ է շինարարական աշխատանքները պետք է լինեն, դեռ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալու, մեր համար տհաճ անակնկալներ են նոր լինելու, այդ թվում այն մոտակա բնակավայրերն են շատ մեծ խնդիրներ ունենալու, դեռ հələ մենք չենք պատկերացնում, թե այդ Միջանցքը մեզ ինչքան վատ նորություններ է բերելու, դա լինելու է եւ դա մեր կապիտուլյացիայի կարելի ասել են վերջին չկատարված կետներ։
բոլորը փորձում են ասել, որ չէ, որ այդ պայմանագրի մեջ կային կետեր, որտեղ որ մենք էլ ինչ որ իրավունքներ ունենք, հա, արցախցիները պետք է լինեին Արցախում եւ այլն, սակայն չէ, պայմանագիրը կարդալ իմացողները տեսնում են, որ այնտեղ գրված այդ բոլոր կետերը բացառում էին արցախցիների այնտեղ մնալը, որովհետեւ ռուսները մի օր դուրս էին գալու եւ հանձնեին այդ տարածքը Ադրբեջանին, բնականաբար Ադրբեջանի իշխանության ներքո ոչ մի հայ այնտեղ չէր մնալու։ Մի քիչ հանգամանքները փոխվեցին եւ գրաֆիկը առաջ բրդվեց, ենթադրվում էր, որ Ադրբեջանը ոչ թե պետք է ռազմական ուժով արցախցիներին վռնդի այնտեղից, այլ պետք է այսպես ռուսների օրոք, հա, 5, 10, 15 տարի ռուսների հսկողության տակ լինելով, հայերի քանակը այնքան պետք է նվազեր, որ երբ որ հանձնեին Ադրբեջանին, այնտեղ արդեն ոնց որ դիմադրության կամ բանակի նշույլ պետք է չմնար այդ ընթացքում եւ այնտեղ ոչ մի խնդիր պետք է չառաջանար։ Բայց տեղի ունեցավ ուկրաինական պատերազմը, աշխարհում իրադարձությունները սկսեցին մի քիչ այլ արագությամբ զարգանալ, Հայաստանում նույնպես ինչ որ իրադարձություններ տեղի ունեցան, Արցախում ինչ որ Հայաստանի հետ հարաբերությունների առումով ինչ որ բաներ տեղի ունեցան եւ Ադրբեջանը որոշում կայացրեց, որ լավ է, երկարացնելու իմաստ չկա, մենք մտնում ենք եւ իրենք ուզում էին նաեւ այդտեղից մեծ շոու սարքել, ֆիլտրացիոն ճամբար էին պատրաստել եւ այդ մեկ օրվա դիմադրության շնորհիվ Արցախի զինված ուժերի այդ կորպուսը, որ Արցախում մնացել էր եւ Հայաստանը հրաժարվել էր իր ամենախոշոր միավորից բանակային, այդ միավորի հերոսության շնորհիվ մենք ունենք այսօր փախստական արցախցիներ, այլ ոչ թե համակենտրոնացման ճամբարում այսպես դատական process-ներով անցնող, ֆիլտրացիաներով անցնող եւ նրանց տառապող ընտանիքի անդամներ, մի խոսքով մենք հիմա այնուամենայնիվ արցախցիները մի քիչ ավելի ազատ են, քան այն վիճակը, որ կարող է լինել, եթե այդ դիմադրությունը չլիներ եւ Ադրբեջանը այսպես արդյունավետ ձևով գրավեր Ստեփանակերտը։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ, պարոն Աղայան, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակից Արմեն Աղայանն էր, հայկական ընտրության հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, ձեզ համար էլ տաղավարում աշխատեց Մոնիկա Մամյանը, մենք կհանդիպենք վաղը, լավ եղեք։